Ձեզ եմ ուզում արդեն չի կարողացել, թե չի ցանկացել։ Ինչը չի կարողացել թե չի ցանկացել։ Հա, բացահայտ։ Գիտեք, շատ բարդ հարց եք տալի իրանց տեսանկյունից, իմ տեսանկյունից շատ բարձ է։ Տեսեք, նկատի ունենալով ձեր նախկին պաշտոնը, դրա համար կառույցը կարող էր թե չէր կարող։ միանշանակ կարող էր, ոչ միայն կարող էր, ես կարծում եմ դրա համար ինքը նաև հիմքեր է ունեցել։ Ուրիշ բան, որ այդ հիմքերին չեն անդրադարձել, դա այլ խնդիր է, դա ես կարծում եմ, եթե մենք օբյեկտիվ քննություն ընթանա մինչև վերջ եւ բոլոր այն մարդիկ, ում չգիտես ինչի երկրից արտաքսել են, թույլ տան, որ այդ մարդիկ գան եւ որպես վկա ցուցմունքներ տան, որպես գործող վկա, հասկանում եք, այն ամեն ականատես վկա, ապա ես կարծում եմ ընթացքը միանգամայն ուրիշ կլինի, բայց տեսեք ինչ է տեղի ունենում, ես պատահական այդ երկու հարցերը չտվեցի։ Ինչ է նշանակում մարդ, որը մինչև 18 թիվը, նույնիսկ մինչև 18 թիվը, հա, արդեն հայտնի էր իր վարքագծով, խոսքս Ասիա Խաչատրյանի մասին է, ընդ որում նա մինչև հեղափոխությունը նույնիսկ հմեկով է այդ մարդու մասին հաղորդում գնացել։ Մարդը ասում է, որ ինքը հանուն հայրենիքի, հանուն իր արժանապատվության իմ ասացի հիման վրա հաղորդում է տվել։ Բայց երբ որ փաստաբան Աննա Ծառուկյանը հստակ հարց տվեց, կապված, որ իմացել է արդյոք իմացել է, գրառումներ կան, որտեղ ինքը մի տղայի հետ է հատուկ ճոկատային ադրբեջանական, որ ասում է, որ ինքը հայի մորթելու է, փորը թափելու է, այդ փորի եղածից քյաբաբ է սարքելու, հայերին կերցնելու։ Այդ կարգի արտահայտություն։ Հիմա ինքը լինելով, ես պատահական չէր, որ ասեցի, առնվազն երկրորդ կամ երրորդ պաշտոնյան կլիներ, եթե ԱԱՑ-ն իր նկատմամբ գործ չհարուցեր։ Այսինքն ինքը տեսնում է, որ մեկը, որ հայրենիքի համար խիստ վտանգավոր մարդ է, ինքը նրա հետ կապ է պաշտպանում, իմանում է, որ այդ մարդը Ադրբեջան, համենամամուլից լավ չի ստուգել, եւ որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա անմիջապես չի դիմում հատուկ ծառայություններին, որ տեսեք, ես ինչ-որ մեկի հետ կապի մեջ եմ, ճշտեք, գուցե այդ մարդը դիվերսանտ է, այդ մարդը գործակալ է, այդ մարդը շպիոն է եւ այլ, հա։ Եվ հետ հարց իրան չի հետաքրում, բայց Իսագուլյանի մամլո ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը ինքը նրան այնքան է ուզել, որ ինքը դրա համար գնացել է քննչական կոմիտե, դիմել է, որ ոնց պարոն Իսագուլյանն սուտ մատնություն է անում, նույնպես եմ կրկնում, հայրենիքի համար մտածողը, ոչ թե Իսագուլյանի խնդիր ուներ, գար կպարզեր, բայց մարդ, որի մասին գրված է, որ նա համագործակցում է Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների հետ, այդ մարդու հետ ինքը այնպես կապեր է, գրվում է, իմիջիալից ինքը իրանց տեղ երկու անգամ հակասեց, մի անգամ ասեց, որ հանդիպել է, որ չի հանդիպել, ուղղակի Facebook-ից է իմացել, եւ այլ, դրանք էլ, բայց այդ պարագայում ինքը հաղորդում չի տվել, որ ստուգեն գոնե պարզեն, որ ինքը շփում է այդ մարդու հետ դադարեցնի, գուցե Ասիա Խաչատրյանը պատահական չէր եկել Արցախ, գիտեք այդ գործը, պատահական չէր, որ եկավ շրջափակեց Արցախի ներկայացուցին իր գունավոր մազերով եւ այդ մարդու հետ պետության ամենայն դեպս նույնպես եմ կրկնում, եթե իր նկատմամբ այդ քրեական գործը չլներ ինքը երկրորդ կամ երրորդ պաշտոնյան տիլներ Հայաստանի, բայց իրան չի անհանգստացնում, որ ինքը կարող է այդ ընթացքում կապի մեջ է եղել, ուրեմն պետության նկատմամբ դիվերսիոն գործողություններ կատարող ինչ-որ անձի հետ։ Խաբլից ես որևէ մեկի չեմ եղել, բայց կարող էր, չէ՞ տենց լինել։ Ինք ուրեմն դի դիմեր համապատասխան մարմիններին, որ դա ստուգեին։ Ոչ թե դիմեր, որ Իսագուլյանը իմ մասին ինչ-որ բան է ասել։ Սա է ամբողջ խնդիրը։ Տիկին Ծառուկյան, մի հարց է ձեզ ունեմ, 48 միլիոնի դրվագի հետ կապված, ինձ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվել, եթե սխալ եմ, խնդրում եմ ասեք, ինչպես է ստացվում, որ հենց այդ թեմայի վերաբերյալ հարց է հնչում, կամ վերաբերելի չէ, կամ արդեն անձնական դաշտ եք մտնում, այդպես ինչպես է ստացվում։ Անհարմար հարցերը միշտ էլ խնդիր են եւ այն դատարանների համար, ովքեր օրինակ պետական պատվերներ են կատարում եւ այն վկաների համար, որոնք ուղղորդված գալիս են։ Սա վերանակ էս գործից առհասարակ եմ ասում։ Բայց 48 միլիոնն է ձեզ համար տարօրինակ թվում, ստեղ ավելի տարօրինակ հետաքրքիր բան է եղել։ Անձը հաղորդում է տվել հանցագործության մասին, իրավաբան սուբյեկտը, սա աննախադեպ իրավիճակ է։ Ոչ թե վստահ լինելով, որ իր տված հաղորդումը ունենալու է պատշաճ քննություն, այլ վստահ լինելով, որ արդյունքում մերժվելու է իր հաղորդումը եւ Իսագուլյանը ունենալու է սուտ մատնության մեղադրանք։ Այսինքն այս մեխանիզմը հիմա իրավաբանները լսում են, հասկանում են ինչ եմ ասում։
Ոնց կարամ ես հաղորդում տամ հանցագործության մասին, ոչ թե իմ նպատակը լինի, որ իմ տված հաղորդման առարկան դառնա քննության առարկա, այլ ես ընենց տամ հաղորդումը վստահություն ունենալով, որ ում վրա որ տալիս եմ, ինչի վերաբերյալ որ տալիս եմ, այն մյուս անձը անպայման ունենալու է սուտ մատնություն, սուտ մատնության մեղադրանք։ Եվ սա ասում է մի մարդ, ով այդ պահին եղել է հաղորդում տալուց, եթե չեմ սխալվում, պաշտոնատար սուբյեկտ։ Դա իհարկե ճշտման ենթակա հարց է եւ ստացվում է ճառով մենք գնալով հիմնավորում ենք, որ Իսագուլյանի նկատմամբ այս պայն մեղադրանքը բացառապես քաղաքական տիրույթում է եւ այն շարունակվում է։ Ես հուսամ ուղղակի դատարանը դրա տակ չի մտնում։ Եվ Տիկին Ծառուկյան, ես ճիշտ հասկացա, որ եթե Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իր պատվի եւ արժանապատվության հարցն է այստեղ, նա կարող էր քաղաքայցով դիմել, ոչ թե միակ նպատակը Հայաստանի Հանրապետությունում պատիվ արժանապատվության վերականգնման, ոչ նյութական եւ նյութական վնասի հետ կապված, դա բացառապես քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածն է։ Ոչ թե որ գնաց հաղորդում տաս հանցագործության մասին, ասես մի հատ ստուգեք, ինչպես օրինակ այն մյուս վկանը արել, որը գալու է եւ ասել է ես կարծում եմ, որ Իսագուլյանը ին վերաբերյալ սուտ տեղեկություններ ա տվել, դրանով համենայն դեպս պատիվ արժանապատվություն չի վերականգնվում։ Մենք հասկացանք, որ այս նպատակը եղել է Իսագուլյանը, որպիսի պատժվի։ Ոչ ավելի։ Պարոն Իսագուլյան, ավելացնելու որևէ բան ունեք ես։ Ուղղակի ես ասում եմ, տարօրինակ է, որ այն հարցերը, որոնք շատ կարևոր են եւ որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, այսինքն մարդուն չի հետաքրել իր այդ ովքեր են շփվում։ Ես նույնիսկ հիմա պետք է նայեմ, տեսնեմ հաղորդումը երբ է տրվել, դա էլ է շատ կարևոր էլի։ Երբ է իմ մամլո ասուլիսն եղել, երբ է հաղորդումը տրվել, հաղորդումը ինչ բովանդակություն է ունեցել, արդյոք այդ բովանդակության հետևից համապատասխան մարմինները գնացել են, թե չէ։ Թե չէ ես անձամբ հաղորդում չեմ տվել։ Ես մամլո ասուլիս եմ տվել եւ հրապարակել եմ այն տեղեկությունները, որոնք եղել են լրատվամիջոցներում։ Եվ ես կարծում եմ քննության ընթացքում այդ ամեն ինչը իդերևս կգա եւ մարդիկ կտեսնեն թե իրականում ինչ է տեղի ունենում։ Շնորհակալություն։ Live News-ի